1190-ական թվականներ, մերձավոր արևելքը կրակի մեջ է, խաչակիրներ, բյուզանդացիներ, սելջուկներ, բոլորը պատառոտում են տարածաշրջանը, բայց այս քաոսի կենտրոնում հայտնվում է մի մարդ, ով ստիպում է աշխարհի գերտերություններին խաղալ իր կանոններով, Լևոն Մեծագործ։ Ինչպես մեկ հայ իշխան կարողացավ այնպես անել, որ Հռոմի պապն ու Բյուզանդիայի կայսրը իրար հերթ չտալով իրեն թագավորական թագեր ուղարկեն։ Սա իսկական քաղաքական շախմատ էր։ Ամեն ինչ սկսվեց խաչակրած երրորդ արշավանքից։ Գերմանիայի հզոր կայսր Ֆրիդրիխ Բարբարոսան հսկայական բանակով շարժվում էր դեպի Սուրբ Երկիր։ Լևոնը հրաշալի հասկանում էր, սա իր ոսկե շանսն է։ Նա մեծականակ օգնություն ու սնունդ ուղարկեց խաչակիրներին, իսկ կայսրը փոխարենախոստացավ Լևոնին պաշտոնապես թագավոր ճանաչել։ Բայց պատմությունը դրամատիկ շրջադարձ կատարեց։ 1190 թվականի հունիսին, հենց Կիլիկիայի սահմանին, գետն անցնելիս, հզոր կայսրը անսպասելիորեն խեղդվում է։ Նրա բանակը բարոյալքվում է ու ցրվում, իսկ Լևոնի երազանքը հետաձգվում է տարիներով։ Սակայն Լևոնը չհանձնվեց։ Կայսրը չկա, ուրեմն պետք է խաղալ մյուսների նյարդերի հետ։ Նա դիմեց Հռոմի պապին։ Պապը պայման դրեց՝ կտամ թագը, եթե հայկական եկեղեցին ընդունի Հռոմի գերիշխանությունը։ Եթե Լևոնը մերժեր, կկորցներ թագը, եթե համաձայնվեր, ժողովուրդը իրեն դավաճան կհամարեր։ Լևոնը գտավ հանճարեղ լուծումը։ Նա հավաքեց հայ հոգևորականներին ու ասաց. «Դուք ձևականորեն միայն խոսքով համաձայնվեք, միայն թե թագը ստանանք, հետո կտեսնենք»։ Ու մինչ Հռոմում հավատացել էին այս խաղին, Լևոնի քայլից իսկական սարսափ ապրեց Բյուզանդիայի կայսրը։ Վախենալով վերջնականապես կորցնել Կիլիկիան, նա շտապ մի շքեղ ոսկե թակ ուղարկեց Լևոնին, խնդրելով չդնել հռոմեականը։ Արդյունքում Լևոնը խաղացրեց բոլորին եւ ստացավ երկու թակ, պահպանելով եկեղեցու անկախությունը։ Ռազմադաշտում նա նույնպես անողող էր։ Իր գլխավոր թշնամուն Անտիոքի դքսությանը ծնկի բերելու համար նա չգնաց պատերի տակ զինվորներ կոտորելու։ Գաղտնի կապ հաստատեց քաղաքի ներսի հայերի հետ, գիշերով բացեց դարպասներն ու կայծակնային օպերացիայով գրավեց Անտիոքը։ 1198 թվականի հունվարի 6-ին Տարսոն քաղաքում Լևոնը պաշտոնապես թագադրվեց։ Նա ողջ աշխարհին ապացուցեց, երբ միավորվում են հզոր բազուկն ու սուր միտքը, հայկական պետությունը դառնում է անպարտելի, իսկ գերտերությունները ստիպված են լինում հաշվի նստել մեզ հետ։ Գիտեիք այս փաստերի մասին։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, բաժանորդագրվեք Armenia History ալիքին եւ լայքեք վիդեոն։ Կհանդիպենք։